տեսակ, որ ասում եք պայմանավորվածություններ, խնդրեմ, հայտարարությունը եղավ իմ խոսքի հաստատում, դուք էլ չէիք հավատում։ Ինչ վերաբերում է մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման, ես Ազատության հետ էր, եթե չեմ սխալվում, հարցազրույցում նշել եմ, որ յուրաքանչյուր ֆորմատ, ուղիղ եթեր կլինի, իրենց մոտ կլինի, նեյտրալ դաշտում, ինչ ձևաչափով ուզում են։ Բայց Հեցի շուրջ, մնացածի շուրջ, Տիկին Բադոյան, ես ինչ քննարկեմ։ Բայց ես այդ անձը չեմ, չէ։ Ես այդ անձն եմ, որ քննարկեմ քաղաքական։ Եթե ցույցերի դուրս գան, եթե հնարավոր ցույցեր արդեն սկսեն, հասկանում են եկեղեցու վրա այս դարակազմիկ հարձակումը չի մարսվել հասարակության ոչ մի շարժի կողմից։ Երևի միայն այդ փոքրիկ խմբակն է, որ այսպես ծափահարում եւ ողջևորվում է։ Հիմա այսպիսի դեպքերում էլի եկեղեցին է, որը գրգռել է Փաշինյանի տրամադրությունը։ Դուրս գամ փողոց, բացառում եք, կանխարգելելու եք, թե ոչ, որտեղ կարծես թե նաև ձեզ այդ ուղղված ցուցումը, որ որևէ բան ցուցարար չդառնա, հեծի աշխատող։ Ճիշտ ասած, այդ խնդիրները դեռևս 21 թվականից են, որ ուղղորդել, չուղղորդել։ Ախր 21-րդ դարում նախ ուղղորդելը չեմ պատկերացնում, առավելևս եկեղեցու հետ կապված։ Ես չգիտեմ, դուք զգացիք թե չէ, բայց այս միջանցքներով այսպես շենքի որ պտտվում եմ ու շատ եմ պտտվում, այդ խունքի հոտը զգում եմ, որ իմ համար շատ ուրախալի է։ Իմ ընդունանում էլ առանց իմ ասելու աղջիկները խունք են ծխում։ Այլ խնդիր է քաղաքական process-ի, ինչ որ բան, այլ խնդիր է եկեղեցին։ Որևիցե պարագայում, որևիցե ձևով չի խոչընդոտվել, ոչ էլ ուղղորդվել է։ Ես մի անգամ ասել եմ, կրկնեմ, ել չեմ խոսալու այդ թեմայից։ Ով որ ասում է ուղղորդվել է կամ տղամարդկության, բարոյականության բոլոր կանոններով, կամ պետք է բերի ապացույց, այս ինչան, այս ինչ է, այս ինչան, այս ինչին ուղղորդել է։ Բայց այնպես չէ, այդպես անունազգանները կապենք իրար, ասենք всё վերջացավ։ Կամ պետք է ներողություն խնդրի ինֆորմացիան սխալ տալու համար։ Եվ մի վերջին հարց էլ ինչքան էլ չուզեք պրովոկացիա, բայց հենց պրովոկացիա է հայտնվել այս իրավիճակում։ Ազգային ժողովի վրա հարձակումը դուք լավ եք հիշում։ Ռուպրով նախարարներ հանվեցին, ազատվեցին աշխատանքից, փողոցում, Բաղրամյան փողոցում, հիշում եք։ Մնացած հարձակումները մի կողմ։ Երեք նախորդ օրը եղավ հարձակումը եկեղեցուրա։ Տեսականորեն բացառում եք, որ ձեզ հետ ոչ թե իրավական լեզվով կխոսեն, այդ նույն ձևով կխոսեն։ Կարապետյան, Սամվելի ձերբակալումից կալանավորումից հետո ես այս երկրում ոչ մի բան չեմ բացառում։ Հարձակում նաև հեծի շենքերի ոչ մի բան։ Գույքի վրա ոչ մի բան չեմ բացառում ազնվորություն։ Դուք որպես տնօրեն իհարկե ինքնապաշտպանական բարիկադներ դնել եւ պաշտպանել ինքնապաշտպանական բարիկադներ հոսանքի լարերով։ Հա, այդպես բաց հոսանք։ Չէ, հիմա նոր բան ենք ավելացնում, չնայած այդպիսի խնդիր չունենք։ Բոլոր հնարավոր իրավական միջոցներով, եթե պաշտպանական բարիկադները դրանք իրավական միջոցների մեջ են մտնում, ես պատրաստ եմ։